Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով BMW-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կառլեն Սկոփելը վարել է Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Էլամիր Խ-ն։ Վթարի հետևանքով BMW-ի ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Լիա Հ-ն, Օփելի վարորդ Էլամիր Խ-ն, վերջինիս ուղևորներ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Լեյլի Խ-ն, 20-ամյա Արման Տ-ն, 5-ամյա Ռուզանա Խ-ն և 1-ամյա Միհրան Խ-ն մահացել են, իսկ BMW-ի վարորդ Կառլեն Ա-ն, Օփելի ուղևորներ Շիրակի մարզի բնակիչներ 27-ամյա Մարիամ Თ-ն, 8-ամյա Լեյլի Խ-ն, 3-ամյա Տիգրան Խ-ն և 1-ամյա Դավիթ Խ-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից մի քանիսին սանավիացիայով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Այս տեղեկությունները լսելիս ցավը կարծես ավելի է խորանում։ Այստեղ արդեն խոսքը պարզապես թվերի մասին չէ, այլ կոնկրետ մարդկանց անուններով, տարիքներով, կյանքերով, որոնք ընդհատվեցին մի ակնթարթում։ Այս անունների հետևում մի ամբողջ պատմություն է, մի ամբողջ կյանք, որը ապրել էին կամ նոր էին սկսում ապրել։ Ամենածանրն այն է, որ փոքրիկներ են զոհվել, երեխաներ, ովքեր դեռ չէին հասցրել ճանաչել աշխարհը, դեռ չէին ասել իրենց առաջին բառերը լիարժեք, դեռ չէին ապրել մանկության ամենագեղեցիկ պահերը։ Նրանք հիմա պայքարում են կյանքի համար։ Վիրավորներ կան 35-ամյա Կառլենը, 27-ամյա Մարիամը, 8-ամյա Լեյլին, 3-ամյա Տիգրանն ու 1-ամյա Դավիթը։ Նրանցից ոմանք արդեն տեղափոխվել են Երևան, ավելի մասնագիտացված բուժում ստանալու համար։ Հատկապես ծանր է գիտակցել, որ վիրավորների թվում նույնպես երեխաներ կան։ Փոքրիկներ, ովքեր հիմա ոչ թե խաղում են, այլ հիվանդանոցում են, բժիշկների հսկողության տակ։ Այս ողբերգությունը կրկնակի ծանր է, որովհետև այն կոտրեց ընտանիքներ, մարդիկ, ովքեր միասին էին ճանապարհին, միասին էին կյանքում, հիմա կամ այլևս չկան, կամ բաժանվել են կյանքի ու մահվան սահմանով։ Մեկ ընտանիքից մի քանի սերունդ, տատիկ, ծնողներ, երեխաներ, սա պարզապես կորուստ չէ, սա ամբողջ սերնդի կոտրում է։ Երբ կարդում ես այդ տարիքները, 1 տարեկան, 5 տարեկան, սիրտդ պարզապես չի դիմանում։ Ինչպես կարելի է ընդունել, որ այդքան փոքր կյանքերն այսպես ավարտվեցին։ Ինչպես կարելի է բացատրել ծնողներին, հարազատներին, թե ինչու։ Ճանապարհները երբեմն դառնում են ամենադաժան փորձությունը։ Միտեղ, որտեղ մարդիկ պարզապես անցնում են մի կետից մյուսը, հանկարծ վերածվում է ճակատագրի խաչմերուկի։ Եվ այդ խաչմերուկում երբեմն վճարվում է ամենաբարձր գինը՝ մարդկային կյանքը։ Այս դեպքը պետք է երկար հիշվի, ոչ թե միայն ցավով, այլ նաև գիտակցումով, որ ամեն մեքենայի մեջ կարող է լինել մի աշխարհ, որ յուրաքանչյուր վարորդի որոշում կարող է փրկել կամ խլել կյանքեր, որ ճանապարհը խաղ չէ, շտապելու տեղ չէ, ռիսկի տեղ չէ։ Այսօր մենք ունենք անուններ, դեմքեր, ճակատագրեր, և դա ավելի ծանր է, քան պարզապես վթար բառը։ Խոնարհում նրանց հիշատակի առաջ։ Թող նրանց հոգիները հանգչեն խաղաղությամբ, թող վիրավորներն ուժ գտնեն պայքարելու և ապաքինվելու համար, և թող այս ցավը երբեք չկրկնվի այլ ընտանիքների կյանքում։ Աղին բնակավայրում ողբերգական վթարից մահացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են, Արմենիա Սպուտնիկի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Մահացածներից մեկը մեր համայնքի բնակիչ 31-ամյա երիտասարդ է, ավտոմեքենայում եղել են նրա մայրը, կինը և երեխաները, բոլորը մահացել են, ասել է Խաչատրյանը։ Այս լուրը պարզապես ողբերգություն չէ, այլ սրտակեղեք ցավ, որը բառերով նկարագրել գրեթե անհնար է։ Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած այդ սարսափելի վթարը խլեց 6 մարդու կյանք։ Պատկերացնել անգամ դժվար է, թե ինչ ցավ է ապրում այդ ընտանիքի շրջապատը, հարազատները, ընկերները, հարևանները։ Մի տուն, որտեղ դեռ 3 կյանք, ծիծաղ ու մանկական ձայներ կային, այսօր լռություն ու անսահման դատարկություն է։ Սա այն ցավն է, որը չի անցնում, այլ պարզապես ժամանակի հետ դառնում է լուռ ու խոր։ Ամենածանրն այն է, որ երեխաների կյանքեր են խլվել, կյանքեր, որոնք դեռ նոր էին սկսվում, որոնք լի էին անմեղությամբ ու ապագայի լույսով։ Այդպիսի կորուստը ոչ միայն ընտանիքի, այլ ամբողջ հասարակության ցավն է։
Միևնույն ժամանակ կան նաև վիրավորներ, որոնց թվում երեխաներ են։ Նրանք այժմ տեղափոխվել են Երևան բժիշկների հսկողության տակ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Այստեղ մնում է միայն աղոթել ու հուսալ, որ նրանք կկարողանան հաղթահարել այս ծանր փորձությունը եւ ապաքինվել։ Այս ողբերգությունը մեզ բոլորիս հիշեցնում է կյանքի փխրունության մասին։ Ամեն օր, ամեն վայրկյան կարևոր է եւ երբեմն մի փոքր սխալը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, բայց այս պահին ամենակարևորը մարդկային համերաշխությունն է, ցավակցությունը եւ այն լուռ աջակցությունը, որը կարող ենք փոխանցել տուժածներին, խոնարհում զոհվածների հիշատակի առաջ։ Թող նրանց հոգիները հանգչեն խաղաղությամբ ու թող Աստված ուժ տա նրանց հարազատներին այս անտանելի ցավը կրելու համար։ Այս ողբերգությունը կարծես սառեցրեց ժամանակը։ Մի ակնթարթ, մի բախում եւ մի ամբողջ ընտանիք այլևս չկա։ Մարդիկ, ովքեր միասին էին նստած նույն մեքենայում, գուցե խոսում էին, գուցե ծրագրեր էին կազմում, գուցե պարզապես ճանապարհ էին անցնում իրենց առօրյա կյանքում, եւ հանկարծ այդ ամենը ընդհատվեց։ Ամենածանր պատկերն այն է, որ այդ ընտանիքը միասին էր մինչև վերջ՝ մայրը, որդին, կինը, երեխաները, նրանք, ովքեր պետք է ապրեին, մեծացնեին երեխաներին, տեսնեին նրանց առաջին քայլերը, առաջին դպրոց գնալը, ապագան, բայց այդ ամենը մնաց չապրած, երեխաների չկայացած մանկությունը։ Na 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 na